Բարևներ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, ինչպես է ձեր տրամադրությունը, ամենակարևորը առողջ լինեք, հաջողակ մնացածը ավելորդ է, ամեն ինչ իր անունով կգնա, տեսնում եք, ես էլ կոֆես եմ պատրաստում, խմեմ, որ գնամ գործի, օրը շաբաթ է, գնամ գամ, տեսնեմ ինչ եմ անում, վաղն զատիկ է, պատրաստվենք զատիկին, նաև շնորհավորում եմ այն մարդկանց ծնունդը, ովքեր այսօր են ծնվել, շնորհավոր տարեդարձ, առողջ լինեք, նպատակների երազանքների կատարում, ձեր ընտանիքից անպակաս լինեք, հաջողակ լինեք, ինչ էլ որ կանեք, ստեղծեք, թող ուրախությամբ վայելեք։ Երկու օր այնքան զբաղված եմ սիրելի հետևորդներս, որ Տեմուից պատվերներ եմ կատարել ու ժամանակ չի լինում, որ ձեզ ցուցադրեմ, այդպես էլ դրել եմ, որ նկարեմ, ցուցադրեմ, ժամանակս չի երիքում, նաև ասեմ, որ այս բլուսկան էլ էլի Տեմուից եմ վերցրել, շատ էժան, սիրելի հետևորդներս ու որակն էլ ընտիր, դուրս շատ եկավ, ասեմ, որ բոլոր վերցածներս էլ ոնց որ թե հատուկ իմ համար կարած լինեն, տեսնեմ այսօր ժամանակս կհերիքի, նկարեմ վլոգը, դուք էլ տեսնեք։ Դե գիտեք, որ Տեմուն Վալբերեսից էժան է, արդեն ապրանքները սկսել են շուտ գալ, առաջ որ պատվիրում էի, ապրանքը մի ամսից ավել տևում էր, հիմա 10 օրվա ընթացքում, 12 օրվա ընթացքում ապրանքը գալիս է ու շատ գոհ եմ, եմ որ ընտիրությունը ցույց կտամ, դուք էլ կտեսնեք, կհագնեմ, կնայեք, կհամոզվեք, որ իրոք լավն է։ Երևի թե այսօր հողամաս չեմ գնա, երեկ ջրեցի, բանջարը ունեմ զատիկի համար, այսօր չեմ իմանում ուր կգնամ, ինչ կանեմ, սիրելի հետևորդներս, տեսնեմ ոնց կստացվի գործերս, ինչ կլինի, երևի թե պատրաստվենք զատիկի, մի հատ կաթնահունց սարքեմ զատիկի համար, յասամաններս թառամել են, երևի ջուրն է պակաս, բերեմ ջուր լցնեմ, աղոքին ջուրը պակասել է, թառամ է, ոյ, մի հատ էլ բերեմ լցնեմ, սա խմեցի հետս տանը, այսօր շատ շուտ եմ արթնացել, դեռ ժամանակ ունեմ, սիրելի ժամանակ ունեմ, ես երկու ամաններն էլ սրբեմ, նոր գնամ։ Տեսնենք ինչ եղանակը, ընտիր է, լավ բաց է, կապույտ խաղաղ երկինք, տաճիլներս տեսեք ինչքան են մեծացել, լոլիկները մեծացել են, հաստացել են սիրուն, այս մի լոլիկի տեղը դուրս չի գալի, անկյունի վրա է, հիմա տեղափոխեմ, սրանք էլ տեսեք ինչ լավ մեծացել են, այն մյուս ածիլներն էլ դրել եմ դուրսը, ցուրտը չի տարել, ներսը շատ է տենց բոյով անում բարձրանում, ես էլ պղպեղներս քաղել կերել եմ,
Բայց հենավրաները էլի կա։ Այս իրա թուղթն է, դնեմ տակը։ Այս էլ այստեղ թող այստեղ մնա։ Տեսակ իրա տեղը անհարմար է այս կողմի վրա։ Այս մեկն էլ է։ Սա այսպես մեծանում է, սիրուն ծաղիկների մեջ են բուկետների դնում ծաղկե փնջերի։ Ես թվում է լավ է, նորմալ է։ Այս ամսվա վերջերել կվարենք, որ սածիլ ենք, բայց դե հողամասի սածիլները պատրաստ չեն։ Ինչ որակ են, նայում եմ ու մտածում եմ, ասում եմ սրանցից ինչ որ մի բան կլինի, թե ոչ։ Անկյունից բերեցի այստեղ։ Սա ավելի լավ է մեծացել, արդեն տերևները գցում ասեմ, մի խոսքով։ Սիրելի հետևորդներ, աշխատանքից վերադարձել եմ ու կատնահունց եմ պատրաստում զատիկի համար։ 1 բաժակ գոլ կաթ, այսինքն գոլից մի քիչ տաք, խմորիչ, մի գթալ շաքարավազ, լավն է։ Հարմար բան, ապրի իմ հետևորդուհին։ Մի փոքր ալյուր։ Որ դնում ես ինքը ներքևից թափվում է, թե չէ։ Չմա։ Մի 10 րոպե թողնում եմ ինքը, որ հասունանա, նոր մնացած բաղադրիչները կլցնեմ։ Կատնահուն, զատիկի եմ, որ սարքում են չամիչով, Այսօր ենք ուտելու թե։ Այո, Այսօր։ այսօր։ Ամեր բարև ձեզ։ Յա, թարզա զատիկա։ Ասեմ ինչ են կարմիր քո ներկով չեն, քանի ֆլամներով մի հատ թղթի վրա տես կներկենք, կկապենք, ձուն կմցնենք, կհանենք, կներկվի։ Հա։ Չէ, ավելի լավ է արմատներով, կարմիր սիրուն, բնական։ Անցավ 10 րոպե, սիրելի հետևորդներս, ահա, ինքը ուռել, ծակոտկեներ է առաջացել և հիմա ես ինչ եմ ավելացնում։ Այստեղ մի փոքր կարագ եմ հալել, կարագն եմ լցնում։ Բուսայող, այդ ամենը ես աչկաչափով եմ անում, Լիլի ցածր արա, 1 սուրճի բաժակ, 1 հատ էլ ձու, ու վանելին, վանելինս վերջինն է, նորը կդնեմ, ինչ կա լցրեցի, սրա հոտը ենքան լավն է, որ այդքանը բավական է, խանութում ենքան հավեսին սիրուն կուլիչներ են ծախում, բայց ես նախընտրեցի, որ ինքս պատրաստեմ, ինչպես միշտ։ Սիրելի հետևորդներս, սենց հավեսին մի հատ
լավ գունդ եղավ։ Փակենք թող հասունանա, մի քանի անգամ ես կհունցեմ։ Թե սա ինչու չի ուզում փակվել։ Անցնենք մյուս կողմի վրա, տեսեք ինչ եմ ցուցադրում։ Հիմնականը սիրելի հետևորդներս բլուսկաներ են, որ վերցրել եմ ինձ համար։ Այնքան լավն են, սպասվածից շատ լավ։ Դե տեսեք, թեթև, ամառային, գեղեցիկ բլուսկա, այն որ հագան ոնց որ իսկը իմ համար կարած լինեին, ինքը շատ թեթև կտոր է, բամբակյա ու գույնն էլ ինձ շատ սազում է, իմ սիրած գույներն են բոլորը։ Հերթով կհագնեմ, ցույց կտամ, կամ տեսնեմ։ Իդեպ ասեմ, որ այս վրայից բլուսկանել է Տեմուից։ Այսպես շատ լավն է, նայեք։ Այստեղ են ասում, չէ, նայեք, աղջիկներ ջան։ Չինաստանի հոգն եմ զգում։ Չինացի եմ սիրում։ Սիրելի հետևորդներս, ես այսպիսի բլուսկաներ եմ սիրում, լայն տենց նեղ բաց մաշ չեմ սիրում, իսկը իմ ճաշակով է, ես… Ստացել ենք S-ը, M-ը, L-ը, հա, ցիկ։ Այո, լավ չի, չի սազում։ Սազում ենք ես կանեչը։ Սա մեկ, սիրելի հետևորդներս, հերթով, ասել եմ, չէ, բոլորը բլուսկաներ են, գները մաչելի, հարմար, որակն էլ գերազանց է։ Պլյուս Չինաստանի հոտ, նվեր։ Ես չինական ինչա, վատ է։ Ես օրինակ սիրում եմ կհագնեմ, շատ լավն են, մերին չի հագնի, այս այսպես, իրոք որակը շատ լավն է, գինը կարծեմ սրա 1200 դրամ, սա մեկ, թե չէ Հայաստանի բոլոր Երևանում չինական ապրանքներ չեն, չինական ապրանքներ են և նաև թանկ, այս սևն էլ է շատ սիրուն, հավեսին, լավն են, բոլորն են շատ լավն են սիրելի հետևորդներս, իմ դուրը շատ գալիս է իմ ճաշակով, ես նման տիպի, նման ոչ եմ սիրում, սա էլ այսպես, հերթով հետո կհագնեմ և դուք կտեսնեք, թե ինչքան հարմար են, ինչքան լավն են, հետո ամենալավը այս պակետներն են, տոպրակները, գեղեցիկ տոպրակների մեջ, ակուրատնի դասավորված, այսպիսի էլի մայկա, բլուսկա, ամառային, սա կարծեմ 800 դրամ է, ձգվող, որակը գերազանց, սա էլ է շատ լավը, այսպես, ուրեմն այստեղ սիրելի հետևորդներս, ինչ հետաքրքիր բան է, ցնցուղ, որ շշերի վրա իրա փականով է, որ հագցնես ու ջրես, ցնցուղ, ցնցուղ է մերի, խոսքի շշի են կափարիչի պրոբկայի տեղը հագցնում ես, այս կողմից ցնցուղ է, փակում ես, այս կողմից է կարաս սնշ ջրես, կրանթի, աղբյուրի պես, որ սացիլներս ջրեմ, շշով ջուրը լցնեմ, ցնցուղ, աշխար, այո, սա էլ շատ հարմար է, 220 դրամ, շշի վրա կդնեմ ու կջրեմ, թեթև, քանեն երկաթեի ծանր ցնցուղը, հարմար բան, դա այդպես, սա դե լողանալու, ինչ ենք ասում, աչալկա, տրորիչ, խոզանակ է լողանալու համար, փափուկ է, այս կողմի վրա էլ, մյուս, հարմար բան, սա էլ էր շատ էժան, 400 քանի դրամ էր, ուրեմ,
սիլիկոնե խառնիչ, շատ լավն է, հարմար է, բայց ես այնտեղ կար, որ նաբոր էր, բայց հավաքածու էր, նաբոր էր, բայց մեկն է եկել, չգիտեմ ինչու, սա է մի քիչ բան, բայց դե հո սրա համար հետ չեմ ուղարկի, կպահեմ, հարմար են կացաները խառնելու համար, որ չքերի, որ չքերի խազեր վնասվածքներ չառաջացնի, սա էլ այսպես, սա էլի անցած շատ շուտ էլ պատվիրել է, էլի հոնքերի գծելու մատիտ է, 2 ծայրով, շատ լավն է, ես օգտագործել եմ, դեռ օգտագործում եմ, սա պատվիրել եմ նորից, որ զապաս լինի, չվերջանա, ինքը ջրակայուն է, շատ որակով, շատ որակով, այստեղ անցանք էլի բլուսկաններ, ահա, այս անգամ մի քիչ կանանչ երանգը շատ է եղել, սիրելի հետևորդներս, բայց դե ոչինչ, ես սիրում եմ կանաչը, կապույտը, սա բամբակյա է մաքուր, համ կարող եմ տակից ինչ-որ խոսքի ես սև մայկան հագնել, կոճակները բաց թողել, կամ էլ կոճկել որպես բլուզկա, շատ հարմար է, հագել եմ շատ սազում է որակով, լայն, կարևորը ես նեղ չեմ սիրում, գեղեցիկ ասեղնագործած, մերին այստեղ լիներ, կասեր նորից չինական, այո, չինական են, և ես շատ սիրում եմ, էսի նայի մերի, մաքուր բամբակ, Գիտես մաքուր բամբակ, գրածա, իրա որակից է երևում է, կամ սարոշկայի պես կարամ հագնեմ, կամ էլ տենց բլուսկայի, շատ սիրուն սազում է, սիրելի հետևորդներս, դե, մերին իհարկե ամեն մարդու ճաշակ, ոչ ուրիշ է, ես այս ոճի մեջ եմ սիրում, լայն ասեղնագործած, թևերը լայն չեմ սիրում, տենց կպած, ինչ-որ բաց, մաց, փորը բաց, ուսը բաց, տենց բաներ չեմ սիրում, այդին ոճը չի, և էլի բլուզկա, տեսի բայշքան թեթև, հավեսին, մի հատ նայեք, ասեղնագործած, այսպես հավեսին, շատ սիրուն է, թեթև, են որ չես զգա, որ հագիդ բլուզկա կամ, ոնց որ թե սիրելի հետևորդներս, այսքան է, իհարկե էլի պատվերներ ունեմ, որ պիտի գա, երևի ամսվա վերջ այստեղ կլինի, մի 2 բլուզկա էլ այնտեղ եմ պատվիրել, այսքանը բավական է, սիրելի հետևորդներս, ոնց տեսա, այնպես, որ ցուցադրում եմ, գույները լավ չէր երևում, այսպես ավելի սիրուն, գեղեցիկ է երևում, մոտիկից էլ ցույց տամ, տեսեք, որակը գերազանց, փափուկ, հավեսին, շատ լավ բլուզկա, հերթով արագ այսպես ցույց տամ, որ գույները պարզ երևա, սա էլ կանաչ, ահա, կոճակներով գեղեցիկ բլուզկա, ինքը ոնց որ թե մի քիչ տենց ժատ կտոր է, ճմրթված, ահա, սա էլ այսպես, սա սևը, հերթով որ հագնեմ, արդեն դուք կտեսնեք, սևն էլ է շատ լավ, ահա, սա այսպես, և այս կանաչը էլի զոլավոր, մի խոսքով բոլորն էլ իմ դուրը շատ եկել են, շատ լավն են, նախապես ասում եմ շնորհակալություն, շնորհավորանքների համար, հիմա գիտեմ ցուցադրեմ կգրեք շնորհավոր, առողջ հագնես, նախապես շնորհակալություն եմ հայտնում սիրելիներս, մի քիչ շատ եմ այս վերջի շրջանում զբաղված, դրա համար կարող է ձեր մեկնաբանություններին չպատասխանեմ, բայց ընդհանուր ասում եմ շնորհակալություն, ահա, սրանք
Գեղեցիկ այստեղ այսպես ծալ եմ վերցնեմ, հա, այս էլ դիրիմ սենյակը, հա, դևորդներս ցուցադրեցի բրծամ, հիմա մի քիչ սիբեղ մաքրեմ, բանջար մաքրեմ, լվանամ, որ պատրաստեմ։ Բացեմ, իրարից առանձնացնեմ։ Դե արդեն պարզ է։ Սիրելի հետևորդներս, բանջարը սիբեղը մաքրեցի ու սա արդեն հունցում եմ և չամիչ եմ մաքրել, լավ լվացել եմ ու չամիչ եմ լցնում, իհարկե երեխաների կարծիքը հաշվի առնելով, որովհետև կարող է մեկը տեսակ չուտեն, ահա նորից այսպես չամիչը կլցնեմ, կհունցեմ, այս անգամ որ հասունացավ, արդեն կպատրաստեմ։ Թողելի փակեմ թող ուռչի, բարձրանա, հասունանա ու կթխեմ։ Փլավի, բրնձով փլավի չամիչն եմ մաքրում։ Չեն ուտում։ Սանում, մամա։ Հա? Չէ, սանում։ Չամիչներն եմ մաքրում, ուզում ես դու մաքրել։ Ոնց։ Ես նայում եմ, Վատերը։ վատերը հանում եմ, պոչերը վրանա հանում եմ։ Երբ փալիները բակրեմ քսել ես։ Իրել հետևորդներս կամաց պատրաստվում եմ, սա տորոնի արմատներն է, մի հատ լվանա։ Հատ լվանամ ու փոքր կտրատեմ։ Սիրելի հետևորդներ, այստեղ ջուրը եռում է և ես սիբեղն եմ խաշում, լավ լվացել եմ, մոքրել, այս ամբողջն էլ կեփեմ, ինքը հեսա պակասելու է, մի հատ էլի շուռում ուտանք, Ես մտածեցի, որ մանդակ կգնամ, մանդակ կբերեմ, կտապակեմ, բայց դե չգնացինք։ Թող այս տարի էլ սիբեղ լինի, էլի համով բանջարա, իրա տեղը ունի, իրա համը ունի, ես այս եփավ կքչանա։ Կամաց եմ անում ու կափարիչով փակում և այստեղ այս կողմի վրա իմ կաթնահունց խմորը հասունացել է ուռել, հիմա սա 3 մասի բաժանեմ, որ հուսեմ, մի հատ էլ պետք է տապակի մեջ մնա հասունանա։ Շատ քիչ ալյուր անեմ, այնքան որ չկպնի։ Ինչ լավ խմոր ա եղել, կարելի է սենց բաժանել։ Էլ որպեսզի ես իրան բացեմ, այսպես կկիսեմ, կհունցեմ, կհուսեմ, մերի հետաքրքրությունն էլ բան եղավ, հա մերի, հուսում ենք մազի պես, մանանք մազ ենք հուսում,
Գիտենք լավ կլինի, ոնց կլինի, ինչ կլինի, բայց դե փորձում ենք հուսել։ Այսի բերում ենք ստեսի սենց։ Հետո այս մեկն ենք բերում սենց։ Հետո այս ենք բերում, հետո այս, հետո այս, հետո այս, մի քիչ սենց լայն, ոնց որ մի բան լինում է, հա, հետո այսի սենց լայն, հետո այսի սենց, այսի սենց, այսը սենց, այսի սենց հուսեցինք, բա վերջ, այսել սենց, այսել սենց, այսի սենց սիրուն հուսեցինք, հուսք արեցինք, տեղափոխելու եմ տապակի մեջ։ Սա փակելու եմ ցելոֆանով, որ նորից հասունանա։ Սիբեխին աղ եմ լցնում, 2 թեյի գթալ։ Շատ արագ է փավ, ահա, յուղ եմ լցնում, և այստեղ ես ինչ ունեմ, իհարկե սիլիկոն է գթալ։ Երկու ձու եմ կոտրում, խանութից վերջրած ձու եմ, սա տնական ձու չի, բայց իրա դեղնուցը մուք է, կա առնում ես չէ, ոնց որ սփռտնած լինի, բայց սա շատ մուք է, մի հատ այսպես ես որ լցնում եմ, արագ իրար եմ տալիս, որ բանջարի վրա հավասար տարածվի, ահա, սա պարտադիր պայման է, ու հիմա կփակեմ, մի հատ թողեցվի, նոր կանջատեմ, կխառնեմ ու կանջատեմ, սա պատրաստ է, անջատեցի, տեսեք ինչ լավ ստացվեց, բա ինչքան համով է, հիմա կասեք ինչին էլ շատ յուղոձու լցնենք, համեղ կլինի, ոչ սիբեխը յուրահատուկ բանջարի տեսակ է, յուրահատուկ է, սիբեխ սիրողները առանձնահատուկ են, կան մարդիկ, որ սիբեխը գերադասում են մանդակից, նախընտրում են սիբեխ, ինչ էլ կպատրաստեք, բարիախորժակ, սիրելիներս ուրախ զատիկ, ամենակարևորը։ Այստեղ ջուր եմ եռացնում բրնձով փլավը պատրաստելու համար։ Ջուրը արդեն եռած, անջատվեց և այստեղ ես բրինձը լցնեմ մաքրեմ, պաչկայի մեջ ինչքան կա, այնքանն էլ կմաքրեմ և կարծում եմ սա բավական է։ Սիրելի հետևորդներս, ուրեմն ինչ բրինձ եմ ես էփում, սարքում, ինչ բրինձ եմ սարքում, սա հնդկական բրինձ է, բոլոր խանութներում էլ կա, հնդկական խանութում էլ կա, սա ես վերցրել եմ մեր մոտի սուպերմարկետից, շատ լավ բրինձ է, փլավները չի լխկվում, շատ մաքուր, մի հատ ինչ որ ավելորդություն չես գտնի միջից, իսկական փլավի համար է։
Եվ ահա սիրելիներս, սա էլ լցնեմ այստեղ, նորից ու նորից, ուրախ զատիկ բոլորիդ, աղ եմ լցնում, 2 թեթև գտալ, շատ չի, չասեք, շատ է, ջուրը տեսեք ինչքան շատ է, բրինձի ջուրը պետք է շատ լինի, քիչ լինում է արդեն քաշովի է դառնում, բրինձե քաշովի, բրինձեվեց քամեցի և յուղ եմ լցել ու չամիչները լվացել եմ, լցնում եմ, որ յուղի մեջ դաղվեն, տժտժան, առատ յուղ ու չամիչ, սիրելի հետևորդներս, չամիչները յուղի մեջ դաղվեն, որ ուռչեն, հեսա կտեսնեք, չամիչով փլավը տարբեր ձև եմ պատրաստում, մարդկա չրերը, ծիրանաչիր է լցնում, սալորաչիր, խուրմա, բայց մենք միայն նախընտրում ենք հենց այս չամիչով, օյ, ուռում են, այս սենց գույնը փոխում են, դա նշանակում է, որ բրինձը լցնելու ժամանակն է, բրինձն էլ հավեսին սպիտակ, տեսեք ինչ լավ բրինձ է, երկարուկ, չլխկվող տեսակ, միչը առատ կլինի, մենք առատ ենք սիրում, Եվ վերջ սիրելի հետևորդներս, դա էլ զով չամիչով փլավը զատիկի համար ու կրկին ասում եմ ուրախ զատիկ բոլորիդ սիրելիներս։ Այստեղ էլ սիրելի հետևորդներս ես ձևավորումներ եմ կատարում, Լիլիթը քնած է, արթնանա, որ տեսնի ուրախանա։ Ինչ որ զատկական աքսեսուարներ։ Սա էլ մեր հավիկը իր ձվիկներով։ Ահա մի երկու բան սիրելի հետևորդներս, ձվիկներն է գեղեցիկ տեղ կշարեմ, դա կարելի է այստեղ տեղափոխել։ Այս ծաղիկները Լիլիթն է պատրաստել մանկապարտեզում։ Այս հավն էլ մերի Սաշոտի ժամանակվանից է մնացել, Լիլիթը դեռ ծնված չէր։ Լիլիթը կերել է գլուխը։ Լիլիթը այնքան է պոկե, բայց դե պահել եմ։ Այս ծաղիկներն է Լիլիթի սարքածն է, մանկապարտեզում էր սարքել։ Հա։ Մերի սիրած ուտելիքը հենց տակ-տակ, չամիչով, բրնձով, չամիչով փլավ։ Լավ է։ Հա, ու հատուկ այսօրն է անալու, ուրիշ օրերում լավ է։ Ես այդպես ուրեմ անցանք այստեղ, դեր գործերից չեմ պրծել, սիրելի հետևորդներ, գործերից չեմ վերջացրել։ Սա ուրեմ այն կաթսանն է, որ միշտ շատ տենց ձու լցնում եմ ու ներկում եմ, ինքը գույն ա տվել, մի քիչ էլ արդեն հին ա, ոչ մի բանի մեջ չեմ օգտագործում, սա պահել եմ հատուկ ձու ներկելու համար։ Ուրեմ նախապես մի քիչ եռացրել եմ տորոնի արմատներ, գույն եմ ստացել ու հիմա ձվերը շարում ենք։ Քանի հատ ներկեմ։ 10 հատ։ 10 հատ ներկենք։ Ուտեմ է։ Հա։ Ես սիրում եմ։ Հա։ Մերին սիրում է։ Ձուն շարեցի, սիրելի հետևորդներս, եւ այստեղ նորից ես ունեմ տորոնի արմատներ, սրանք կլցնեմ այսպես։ Հա։ Սա TikTok-ը սպորիչն է։
Կուլիչ նույնն է էլի։ Տորոնի արմատները լցնում եմ։ Իհարկե եռացրած ջուր չենք լցնում, սառը ջուր, որովհետև ձուն սառը վիճակում է։ Եվ սառը ջուր եմ լցնում։ Մի քիչ կլցնեմ։ Ահա։ Սիրելի հետևորդներ ջան, ոնց եմ ասում։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ եմ ջուր լցնում։ Ահա, եւ վերջ։ Ու միացնում եմ, որ էփվի։ Ոնց է ուռ է ինքը հուսքերը։ Ահա, մի հատ էլ ձվի դեղնուց։ Հետևորդները սա էլ ձվի դեղնուց։ Մի հատ լավ ձվի դեղնուց ենք անում, որ հավեսին մեր կատնահունցը կարմրի, չգիտեմ ինչ կլինի, ոնց կլինի, հուսամ, որ լավ կլինի, երեխաներս էլ կհավանեն, չեն ասի ես ինչ թխեցիր։ Լիլիթը շատ անամպեր էր, ենքան հարցեր տվեց, մամա ոնց ես անում, շատ կա, որ հասունանա, եբ կլինի, բայց դե ամբողջ օրը դրսում խաղացել էր, այսօր օրը շաբաթա դրսում խաղացել, հոգնել էր, եկավ այդ սարքելու պահը, որ պիտի տենար, քնեց, չեմ ուզում արթնացնել, թող քնի, կհլնի, արդեն պատրաստի կտեսնի, ինչ անեմ, այնպես ստացվեց, ունջուտ եմ լցնում վրան, մոտիկից էլ ցույց եմ տալի, այսպիսի մի բան ստացվեց, մարալս է լավ։ Պապե, չէր վերև։ Ոնց վերև։ Մարալս արթնացավ, քնած է։ Ձունելա էփ ներկվում, բանջարն էփի, փլավը էփի, դու քնել ես, թող։ Արդեն դեռ չի եռացել, բայց արդեն վարդագույն երանգ ենք մենք ստացել։ Կարելի է բերանը փակել, որ փակում ես ինքը ջուրը երեսն է բարձրանում ու լավ է ներկվում։ Կատնահունցն էլ դեռ էփվում է, թող էփվի, տեսնենք դա ինչա լինում։ Իմ կատնահունցն էլ թխվեց, լավ գեղեցիկ հավեսին կարմրեց ու անջատում եմ։ Այսին է եղել, ինքը չի սևացել, նկարի մեջ է այսպես երևում, լավ կարմիր հավեսի, ըստ է։ Բայց կարելի այն երկաթներից բերել, դնել վրան, որ սառի։ Օպլա, չէ էլի, որ տակը չթրջվի, մի հատ այն երկաթներից բերենք, չափը, տեղափոխեմ սրա վրա, որ սառի, սինիի մեջ, տես, սինիի մեջ արդեն ինքը խոնավացավ, թրջվեց, տակից էլ որ տա սառի, տենանք այստեղ ինչա կատարվում, ինձ սիրուն գեղեցիկ գույն ստացվեց, շատ լավ գույն է։ Սիրելի հետևորդներս արդեն բավական է, ձուն էփվել է, անջատում եմ ու ջրից հանում եմ։ Սիրուն գույն չի։ Սիրուն է, Սիրունիկ են եղել։ Ուտելու են էլ։ 10 հատ եմ էփել։ Ես է 10 հատ եմ էփել։ Հեսա ելի հետևորդներս խաշվեցին։ Շատ լավ է եղել։ Հավեսին գույն։ Տորոնի արմատներով։ Մի հատ լվանամ սառը ջրի տակ ես վրայի բաները։ Վերանան մաքր ներկեցի, սառեց։ Եվ այս անկյունի վրա ես մի փոքրիկ սառել են արդեն, կտեղադրեմ այստեղ, սիրունա,
Վերջ։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, սա էլ զատիկի հետ կապված ամեն ինչը, ամեն ինչ էլ պատրաստեցի և կնստենք ու մեր ընտանիքով կնշենք զատիկը։ Բոլորիդ ուրախ զատիկ եմ ցանկանում, լավ եղեք, բարի գիշեր եմ ասում, ամենակարևորը առողջ եղեք և ձեր զատիկն էլ շնորհավոր, ուրախ դիմավորեք, անցկացրեք։